բարեպաշտ հավատացյալ, այս աղոթքը խնամող արարածներին, խաչիտ նշանով պահիր իմ հոգին ու մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և մարմնի բոլոր վտանգներից, արտահայտում է մեր հավատը Աստուծո անսահման ողորմածության և իր պահպանումը մեր կյանքում։ Խաչի նշան այն սուրբ զենքն է, որ Աստված մեզ տվել է պայքարելու համար բոլոր չար ուժերի դեմ, որոնք փորձում են խանգարել մեր հոգևոր ուղին։ Երբ մենք աղոթում ենք այս բառերով, մենք խնդրում ենք Աստծուց մեզ պաշտպանելու համար ամեն չար բանից, ինչը կարող է ազդել մեր հոգու և մարմնի վրա։ Աստված մեզ դնում է խնամքի մեջ, և նրա սիրո ուժը միշտ մեզ հետ է, նույնիսկ այն պահերին, երբ զգում ենք, որ մեր ուժերը վերջանում են։ Երբ մենք աղոթում ենք խնդրելով, որպեսզի Աստված պահի մեր հոգին ու մարմինը մեղքերի պատրանքներից, մենք ճանաչում ենք, որ միայն Տերն է, ով կարող է ազատել մեզ մեր մեղքերից և ողորմել մեզ։ Դևերի փորձությունները, որոնք հիշատակվում են այս աղոթքում, մեր ամենօրյա կյանքում հաճախ երևում են տարբեր ձևերով՝ սթրես, վախ, անտարբերություն կամ խայթող կասկածներ, բայց հիշիր, Աստված մեզ չի թողնում այն փորձությունների մեջ, որոնց դիմակայելու համար մենք պատրաստ չենք։ Քրիստոսի խաչը մեր պաշտպանությունն է, ընդդեմ այս բոլոր մութ ու չար բաների, ու միայն այդպես կարող ենք գտնել խաղաղություն ու զորություն շարունակելու մեր ճանապարհը։ Անիրավ մարդիկ ևս հուզող գործոն են մեր կյանքում։ Եթե անկեղծորեն աղոթում ես ու սիրտդ մաքուր է, Աստված կունենա քո համար ճանապարհ, որը քեզ առաջնորդելու է խաղաղության և արդարության։ Այս աղոթքը նաև հիշեցնում է մեզ, որ պետք է պահել մեր մարմինը ու հոգին հեռու չարիքից այն միջոցներով, որոնք Աստված տվել է ապաշխարության, աղոթքով և նրա աստվածաշնչի ճշմարտություններով։ Մենք երբեմն ստիպված ենք դիմանալ մարմնական ցանկություններին, բայց Աստծո բարությունը և իր մեծ ողորմությունը ուժ են տալիս մեզ զերծ մնալու մեղքից և պահելու մեր սիրտը մաքուր։ Աստված սիրո և ողորմության աղբյուրն է։ Նա երբեք չի մերժում, երբ մենք փնտրում ենք նրա կտար սրտությունը։ Ողորմյա քո արարածներին և ինձ բազմամեղիս։ Այս խոսքերով մենք բացում ենք մեր սիրտը նրան, որպեսզի նա մեզ վերականգնի, ներելով մեր բոլոր մեղքերը։ Թող Աստված առաջնորդի ու պահպանի քեզ ամեն օրվա դժվարություններից։ Տիրոջ խաչի նշանը միշտ թող լինի քո պաշտպանության նշան և ուժի աղբյուր։ Եղիր համբերատար և վստահիր Տիրոջ առաջնորդությանը, քանզի նրա կամքն է ամեն ինչից բարին և երախտապարտությունը իր սիրո հանդեպ։ Ամեն։